Առաջին անգամ հայաստանյան իրականության մեջ մենք ականատես ենք լինում cancel-ի, այսինքն մերժման մշակույթին, որի թիրախում է հայտնվել Սոնա Մանուկյան անունով բլոգեր, ամերիկահայեր էս ձեժնա։ Ուրեմն նա օրերս հրապարակել է մի վիդեո, որտեղ բողոքել էր հնդիկ առաքչից, նրա վրա եկած հոտից ու լայն հասարակությունը նրա խոսքերի մեջ տեսել էր ռասիստական կոչեր եւ ատելության խոսք։ Ես Ֆրաու Լալայանն եմ եւ այսօր ձեզ կպատմեմ այս սկանդալի մանրամասները, ովքեր են հայտնի մարդկանցից նրան արձագանքել, կասեմ թե որտեղ հենց այթակեց Սոնա Մանուկյանը եւ ինչու է այս պահին հարցականի տակ դրված ոչ միայն նրա համագործակցությունը ամերիկյան համասանի հետ, այլ նաեւ գրին քարտը եւ ինչ գործ ունեն այս ամենի հետ արցախցիները եւ այսպես գնացինք։ Ամերիկայում միգրանտ Սոնա Մանուկյանը, ով մարզումների վիդեոներով է հայտնի դարձել, օրերս ջղայնացած սթորի անում, որտեղ իր բացասական փորձը միայն մի հնդիկի հետ կապված պրոյեկտում է բոլոր հնդիկների վրա։ Կոչ է անում առհասարակ այդ ազգի ներկայացուցիչներին աշխատանքի չվերցնել, քանի որ իրենց վրա այդ շան հոտ է գալիս։ Նա խորհուրդ է տալիս մարդկանց նախ հետաքրքրվել առաքիչը հնդիկ է թե ոչ, եթե այո, ապա պարզապես չեղարկել պատվերը։ Ինչքան տոլարանտ ազգ ենք մենք, այսինքն սենց հոտավետ հնդիկ մի կերպ հայերեն խոսացող գալիս է մեր մոտ աշխատում է, Յանդեքսի նման միլիարդանոց կազմակերպությունը ափսոսում է 2 կոպեկ ավել վճարի, որ հայ իր մոտ աշխատի, մեր երկրում գործազրկությունը աննկարագրելի բարձր մակարդակի վրա է ու մենք սա թույլ ենք տալիս, որովհետև ցանկացած պետություն պետք է խրախուսի, որ իր մոտ գործազրկության թիվը իջնի, այսինքն օտար երկրացիներին թույլ չտա այստեղ այտենց հեշտությամբ աշխատանքի իրավունք ձեռք բերեն, ռեզիդենտություն ձեռք բերեն եւ աշխատեն։ Էսի օքեյ չի, երբ որ մեր երկրում աղքատությունը 40% է, մեր մոտ աշխատում են հոտով, զզվելի տեսքով ու փնթի հնդիկներ բերում են մեր ուտելիքը, մեր չգիտեմ ամեն ինչը ու մեր հայ ժողովուրդը գործազուրկա աղքատությունը ցածր։ Սա օքեյ չի, սա ոչ մի երկրում օքեյ չի։ Իհարկե նման արտահայտությունները անարձագանք չմնացին, մարդիկ որակեցին նրա խոսքը որպես ատելություն եւ ռասիզմ։ Սոնա Մանուկյանի այս հայտարարությանը անմիջապես արձագանքել են մի շարք բլոգերներ, այդ թվում Նինան, Ռուբենը, Լենան։ Վերջիններս միանշանակ դատապարտել են այս մոտեցումը, որակելով այն որպես ռասիստական հայտարարություն։ Լենան տարածել է Ռուբենի գրառումը եւ նշել. «Դատապարտում եմ ռասիզմի ցանկացած դրսեւորում, անկախ նրանից, թե ում նկատմամբ է այն ուղղված։ Մարդկանց ազգության, ծագման կամ մաշկի գույնի համար վիրավորելը եւ նվաստացնելը ոչ թե կարծիք է, այլ անհարգալից եւ անընդունելի վերաբերմունք»։ Մեկ այլ հրապարակման մեջ Լենան հավելել է, որ հիգիենայի խնդիրը անհատական է եւ կապ չունի ազգության հետ, ինչպես նաեւ առաջարկել է Սոնային իր բրենդի պրոդուկտներից նվիրել առաքիչներին։ Իսկ բլոգեր Նինան հումորով անդրադարձել է թեմային գրելով. «Գնամ լողանամ, որ ինձ Սոնան դեպորտ չանի»։ Okay, հայք մի հատ դու էլ քո ձևերով բացատրի, հա։ Ախրեն ինչ որ անում է Սոնա Մանուկյանը, աներկբա քննադատության է արժանի, չի կարա լինի ինձ, որ դուք առանձնացնեք իր մտքերից ինչ որ հատվածներ ու փորձեք դրանով արդարացնել մի ամբողջ ռասիզմ։ Ինձ բլոգեր արել Սոնան Մանուկյան, մարտով իմիջայլոց ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում եւ պահանջում է, որ Հայաստան հնդիկ չպիտի աշխատի, որ զանգում եք, պատվիրում եք հնդիկա, ասեք հնդիկ Աննորմալ է, իհարկե աննորմալ է, որ Հայաստանում չեղարկման մշակույթ այնքան չկա, որ մարդը ռասիզմ է տարածում, ռասիզմ է խրախուսում ու ինքը դեռևս համարվում է բլոգեր, ով ունի աուդիտորիա։ Իհարկե Հայաստանում նորմալ չի, լիքը բան նորմալ չի, մեկը սա։ Մյուսը մանիպուլյացիան ինչ որ թվերով ասում է, չեմ հավատում, լոգիկան ասում, շատ փող տվեք թող հայերը գան աշխատեն, վաու։ Լյուբոյ ոլորտում, ցես լուրջ եմ ասում, պրոստը հենց տենում եք ազգությամբ հայա, ավել փող տվեք։ Այդ շուկայավարություն, տնտեսագիտություն պետք չի սովորել պետք։ Միանգամից հայերը թող գնան, ես լուրջ եմ ասում։ Իդեպ սրանից առաջ շատերն են ամբաղ բլթացրել, բայց այս առաջին անգամն է, որ մարդիկ համարժեք արձագանք են տալիս, այո, նաև հումորով։ Hello, ես կուզեմ օրդեր անել մեկ պիցցա, բայց շատ մեկ խիստ պահանջ ունեմ, առաքիչը պետք է չլինի հնդիկ։ It's okay? I don't know. Միգուցե լինի Բրիտանիայից կամ Եվրոպայից, բայց ոչ հնդիկ եւ պետք է առաքումը չլինի հանկարծ մոպեդով, it's okay, պետք է հագնված լինի Louis Vuitton, Gucci, Armani եւ պարֆյումը պետք է լինի ամենավերջին նոր պարֆյումներից, okay,
Իդեպ մարդիկ, ովքեր իրեն վաղուց հետևում էին, սկսեցին պատմել նրա կյանքի մանրամասների մասին, թե օրինակ նա Ամերիկայից իր հետ ամեն անգամ բերում է տան աշխատողի, որը հայ չէ, այլ օտարազգի է։ Մարդիկ հարց են տալիս, թե բա մի կոպեկ ավել փող չունեիր, որ քեզ մոտ հայ աշխատեր, հը՞։ Իդեպ ոմանք հիշեցին, որ նա տարիներ առաջ ինքն էր խեղճ ու կրակ անլեզու միգրանտ, եւ լավ է, որ ամերիկացիները նրան չեն տշել ու ասել մեր լեզուն չգիտես, ռատեղի աղջի ջան, մեր ամերիկաներից, այլ շանս են տվել մնալու եւ Ամերիկայում կայանալու համար։ Հիշեցնենք, որ Սոնան իր վիդեոներում դժգոհում էր, թե հանդիկը մի կերպ էր խոսում հայերեն, այն որ ասում են «Չաբկարովա մչալա»։ Այս սկանդալը նաև կրկին բարձրացրեց Հայաստանում հանդիկ միգրանտների հետ կապված լուրջ խնդիրները, թե ինչպես են Հայաստանում մարդկանց շահագործում եւ անգամ բռնության ենթարկում։ Հայաստանում ապրող ամեն երկրորդ ազգությամբ հնդիկը չունի օրինական փաստաթուղթ։ 2025-ի վերջին տվյալներով մեր երկրում կա 17980 հնդկաստանի քաղաքացի, բայց նրանցից 8915-ը կամ կեսը չունեն ճամփորդական վիզա կամ կացության վավեր կարգավիճակ։ Շուրջ 18000 հոգուց միայն 1500-ն են պաշտոնապես գրանցված որպես աշխատող։ Սա նշանակում է, որ Հայաստանում ազգությամբ հնդիկների գերակշռող մասը աշխատում է ստվերում։ Նրանք հարկ չեն վճարում, բայց նաև զուրկ են իրավական պաշտպանությունից։ Չկա փաստաթուղթ, չկա աշխատանքային պայմանագիր։ Իսկ դա նշանակում է դու անպաշտպան ես անբարի խիղճ գործատուների առաջ։ Ստվերում աշխատելու դառը հետևանքները երկար սպասեցնել չեն տալիս։ Ամիսներ առաջ Իջևանի կարի արտադրամասի ազգությամբ հնդիկ աշխատողները ստիպված էին գործադուլ անել 3 ամսվա չվճարած աշխատավարձը ստանալու համար։ Ստիպում են 11-ից 12 ժամ։ Մեկ ամիս առաջ նրանք նորից գործադուլ սկսեցին, այս անգամ բողոքելով խոշտանգումներից։ Դերձակներից մեկը պատմում էր, որ տնօրենը ստիպում է պայմանավորվածից 2 անգամ ավելի շատ բաճկոններ կարել, ինչը գործնականում անհնարին է։ Բայց հարցը չավարտվեց նաև հնդիկներով եւ եկավ հասավ արցախցիներին։ Ինչի՞ ոչ մի անգամ ռեակցիա չտվեցիք, երբ որ ասում են Ղարաբաղցի, Հայաստանցի, Ռուսաստանցի, դրանք վիրավորանքներ չեն, դրանք չեն բաժանում խմբերի մեզ, Ղարաբաղի ակցենտով խոսացող հայերի կամ ինչ որ մի խումբ հայի ասում են դուք խի եք սաղ։ Բնականաբար արցախցիներին եւ առհասարակ բոլոր մարդկանց նկատմամբ ատելության եւ խտրական խոսքը միմիայն դավտապարտելի է, բայց դա իրականությունը չի փոխում։ Մարդը թիրախավորում է մի ողջ ազգ, կոչ է անում նրանց աշխատանքի չտեղավորել։ Երևի Իջևանի այն գործատուները, ովքեր խոցել իմիգրանտներին անգամ ստրկության են մատնում, օգտվել են հենց Սոնայի խորհուրդներից։ Եվ հնդիկներից բողոքում է մի ազգ, որը վաճառում է տունը, մեքենան, եղած ամեն ինչ, որ գնա Մեքսիկայի ճամբարներում ապրի, որ հասնի Ամերիկա։ Հնդիկների Հայաստանում լինելուց բողոքում է մի ազգ, որի տղամարդիկ չափահասություններ լրանալուց հետո գնում են Ռուսաստանում փող աշխատելու։ Ամեն դեպքում Ամերիկայում եւ Եվրոպայում ապրող սիրելի հայրենագիցներ, նավսյակի լողացեք, որ հանկարծ իրանց բլոգերներից մեկի մոտ էլ միտք չառաջանա ձեզ իրանց երկրից cancel անել։ Իսկ ինչ արեց Սոնան, կմտածեք դուք, ներողություն խնդրեց, ասեց, որ սխալ է հասկացվել, դե ժողովուրդ էլի մի բան բլթացրել եմ, ներող եղեք, չէ, նա պարզապես սկսեց իր սթորիներում հրապարակել սկրինշոթներ, թե տեսեք մարդիկ ոնց են ինձ շնորհակալ, ես ռասիստ չեմ, կամ մենակ ես չեմ ռասիստ, հա, նման տրամաբանությամբ, իսկ այն մարդիկ, ովքեր չէին կիսում նրա ռասիստական կոչերը, պարզապես բլոկվեցին։ Այդ թվում նաև ես։ Այո, փաստորեն հնդիկների վրա ինքնահաստատողը չի դիմանում քրիտիկային եւ նախընտրում է պարզապես բլոկել եւ էջը փակել բոլոր նրանց համար, ովքեր փորձում են իրեն հակադարձել։ Այո, իր բաց էջը 2 օր է փակ է, հարց է առաջանում, բա որ այդքան համախոհներ ունես, բա ինչ ես փակել։ Իսկ ստատուսում նա աչքակապ է անում, թե հələ նայեք, ոնց են մարդիկ ինձ աջակցում, ես մենակ չեմ, ինձ նման շատ մարդիկ կան։ Իդեպ ես ի սկզբանե որոշել էի չեզոք մեկնաբանել եւ ներկայացնել նաեւ Սոնայի տեսակետը, բայց նա այդ շանսը ինչ չի տալիս։ Ես այս վիդեոն չէի անի, եթե Սոնան իր բլթոցից հետո ընդուներ իր սխալը, բայց նա հաստատեց իր ասածը, մի հատ էլ բոլորից մեղադեց կեղծ բարեպաշտության մեջ։ Անկեղծ լինելու համար ասեմ, որ եղան նաեւ մարդիկ, ովքեր պաշտպանեցին նրան եւ սկսեցին քլնգել Սոնային քլնգողներին։
Մարդիկ զարմացել են, թե ոնց են բոլորը նրա վրա հարձակվում, ինքնահաստատվում, թիրախավորում, լայքեր հավաքում։ Իդեպ կարող եք այս վիդեոն լայքել, հա։ Բայց սիրելի Սոնա եւ նրան կից մարդիկ, եթե դու հանրային մարդ ես, պիտի հաշիվ տաս, որ ամեն մի խոսք կարող է հետևանք ունենալ։ Հո դուք բիսեդկում նստած պարա բիձա չեք, ունեք հետևորդներ 120,000 օրինակի համար, բայց եթե սայթ հակել ես ու բլթացրել ես ակնհայտ ապուշություն, պետք է առերեսվես իրականության հետ։ Մարդիկ շատ անկեղծ զարմանում են, թե բա էշեշ դուրս տեմ տվել, ինչի են ասում էշեշ դուրս միտու, թողեք էշեշ դուրս տամ, դուք էլ ձեն մի հանեք։ Ես նկատեցի, որ Սոնայի միակ արդարացումն այն է, որ դե ես խոսել եմ հիգիենայի մասին, իսկ ովքեր պաշտպանում են փնթի հնդիկներին, իրենք են փնթի։ Այսինքն ռասիզմը ռասիզմի հետևից, բայց ելիներ բացատրեմ մատչելի լեզվով։ Եթե դու հանդիպում ես հիգիենայի խնդիր ունեցող հնդիկի, պորտուգալացու, գերմանացու կամ ֆիլիպինցու, չես կարող թիրախավորել մի ողջ ժողովուրդ, ասել, որ բոլորը փնթի են, կոչ անել նրանց գործի չընդունել եւ առհասարակ ստորադասել քո ազգից։ Այսինքն Սոնա, բացատրում եմ հայերեն, maybe you forget armenische Sprache։ Եթե դու կոչ անեիր գործատուին, պահել սննդի ոլորտում հիգիենա եւ առողջապահության վերաբերվող կանոնները, չխառնել ողջ ազգը, այլ կոչ հանել, որ մարդկանց գրանցեին, արժանապատիվ աշխատավարձ տային եւ մարդիկ էլ ապրեին արժանապատիվ պայմաններում, կասեի մալադեց, ուստեղ ոչ մի ազգություն կապ չունի։ Բայց այնինչ դու անում ես as not good, բացատրեմ էլի ավելի մատչելի հատուկ տաղանդավորների համար։ Ես ունեցել եմ Գերմանիայում կուրսեցի հնդկուհի, ով ստեղծել մեծացել էր, եւ ես իրեն չէի սիրում։ Ինքը մի հատ անդուր աղջիկ էր։ Բայց ես իմ մարդու հետ կապված բացասական փորձը չեմ պրոյեկտում ողջ ազգի վրա եւ ասում եմ, որ բոլոր հնդիկները անդուր են, հասկանում եք։ Ես ասում եմ, այդ աղջիկը անդուր էր, բնավորության վատներ, հա, կարող եմ խոսքի հետ ասել, որ նա հնդիկ էր։ Կարճ ասած, Սոնա, քո կրոդիտները ստեղ էլ չանցան, որովհետեւ կան վատահոտ հնդիկներ, հայեր, գերմանացիներ, ամերիկացիներ, ռուսներ, բայց ողջ ազգին փնթի համարելը դա ընդհանրապես ռասիզմ է։ Ինչո՞ւ պետք է ծամեն բոլորիդ բերանը դնեմ։ Հիմա վատ լուրեր քեզ համար, սիրելի Սոնա, շատերը նաև կոչ են անում ամերիկյան համալսարանին, որի հետ դու համագործակցում ես, վերանայել քեզ հետ համագործակցությունը։ Ես էլ եմ միանում բնականաբար այդ կոչին ու ինձ համար խիստ զարմանալի է, որ նման մարդը կարող է ընդհանրապես սերունդ կրթել 17-րդ դարում գուցե այո, բայց արդի տոլերանտ աշխարհում ոչ։ Դե լավ, անցնենք մեր հնդիկներին։ Մարդիկ կոչ են անում բոյկոտել նաև Սոնայի կողմից հիմնադրված բրենդը։ Հետաքրքիր է, որ իր բրենդում $5 C վիտամինը մի քանի $100 է վաճառվում։ Իսկ որ մարդիկ հակադարձում են, թե բայց ինչ գինա թանկ է, քաղաքենի Սոնան մեղադրում է բոլորին աղքատ լինելու մեջ։ Կարճ ասած, մարքեթինգյան կտեր։ Իդեպ ես Սոնային սենց առաջ չեմ իմացել, քանի որ երբեք չեմ հանդիսացել քաղաքենի մարդկանց լսարանը, բայց իմ ուսումնասիրություններից ես պարզել եմ, որ ԱՄՆ green card ստացած Սոնան բարբերաբար քննադատում է Եվրոպան, Ամերիկան եւ գովերքում Ռուսաստանը։ Դե հարց է առաջանում ջանիկ, բա ինչ ես կորցրել Ամերիկայում, այն green card-ի հետերում ինչ ես կանգնել, բա գնայր Ռուսաստան։ Այդտեղ իդեպ քո պատկերացումները բարին եւ գրիպասնոյի մասին կարող է եւ կիսեին, ինչ գործ ունես առաջադեմ աշխարհում։ Անցնենք ժողովրդին։ Մարդիկ դժգոհ են նաև նրանից, որ տարին մի անգամ մրգի սեզոնին Հայաստան գնացող Սոնան խոսում է հայրենասիրությունից եւ ԱՄՆ միգրանտի դիրքերից խորհուրդ է տալիս ոնց վարվել տեղացի միգրանտների հետ։ Կարճ ասած, ինչքան խորանում ենք, այնքան էլ զարմանում, թե ոնց կարելի է մի մարդու մեջ այդքան հակասություն ապրել։ Իդեպ փոքրիկ էքսկուրս բոլոր մարդկանց համար, ովքեր արդարացնում են ռասիզմը։ Մենք հպարտանում ենք, թե առաջին քրիստոնեություն ընդունած ազգ ենք, կարծեմ Աստվածաշունչում չկար, հա, հանդիկներին երկրից տշելու մասին եւ ոչ մի պատվիրան։ Գոնե մենք, ովքեր ցեղասպանություն ենք տեսել, մենք չպիտի դրանից խոսենք, մեր նախնիները, որ մազապուրց են եղել ու փրկվել են հենց այն պատճառով, որ գտնվել են Սոնայի պես չմտածող մարդիկ, արա բեդուինից մինչև եվրոպացի փրկել են մեզ։ Եվ չեն ասել, թե մեր մաշկի գույնը այլ է եւ մեր վրայից հոտ է գալիս։ Իսկ ինչու կազմակերպվեց ցեղասպանությունը, որովհետեւ մենք թուրքերի համար անհարմար ազգ էինք։ Գոնե մենք հայերս պիտի դրանից չխոսենք։ Մենք որ ավելի շատ սփյուռք հայ ենք, քան հայաստանցի ու փրված ենք ողջ աշխարհով։ Մենք բոլորս էլ ինչ որ իրավիճակում կարող ենք ռասիզմի բախվել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Արգենտինայում, Չինաստանում, անգամ կողքի քաղաքում եւ քուչում, դառնալով այդ Սոնայի ասած փնթի հնդիկը։ Գոնե Սոնան որ միգրանտ է, Ամերիկայում դա պետք է որ
շատ լավ իմանա։ Հայդեպ կար նաև կարծիք, որ նա այս նույն բանը ասեր Ամերիկայում, ապա մի րոպեից կտշեին Ամերիկայից։ Իդեպ ես բնականաբար այդ տեսակետի հետ համաձայն եմ, բայց փորձը ցույց է տալիս, որ նման քաղաքերի մարդիկ հալվում են եվրոպացի ու ամերիկացի տեսնելով։ Դժվար թե նա համարձակվեր ծպտուն հաներ Ամերիկայում այս թեմաներից։ Իդեպ համացանցում լուրեր են տարածվում, որ մի խումբ մարդիկ արդեն հավաքել են տվյալներ, սկրինշոթներ եւ պատրաստվում են դիմել Ամերիկայի միգրացիոն ծառայություն ու դեռևս անհայտ է նրա գրին քարտի ճակատագիրը, հուսամ, որ ամեն ինչ այնուամենայնիվ այդքան ցավալի կերպով չի ավարտվի Սոնայի համար։ Իսկ դուք էլ կոմենտներում գրեք ռասիստ եք թե ոչ, եթե այո, որքան, եւ մենք կհանդիպենք այսքանի օրը։